տեսեք ինչ է կատարվում։ Ակնհայտ է, որ ինձ համար, երբ այս ամբողջ փաստերն ուսումնասիրում էի, ակնհայտ է, որ այստեղ նաև ամբողջ ընթացքում կարմիր թելի նման գնում էր Արցախի սցենարը։ Արցախում նույն բանն էին անում ադրբեջանական զինված ծառայողներ ու ադրբեջանական իշխանությունները 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, մասնավորապես 21 թվից սկսած։ Նրանք ռազմավարական առումով բարելավում էին իրենց կոմունիկացիաները, ճանապարհներ, դիրքերի բարելավումներ, դրանից բացի նրանք նաև իրականացնում էին հատուկ նույնպես էլի ստելով, անընդհատ թաքցնելով եւ այլն, բայց իրականացնում էին այս ամբողջ գործողությունները հատկապես խոշոր տրամաչափի զինատեսակների համար ականատետերի եւ այն տեղակայումները, որ մենք ձեզ ցուցադրեցինք, որոնք թաքստոցներ էին, նաև մեր փորձագետների գնահատմամբ դրանք կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետություն օրինակ հնարավոր գործողությունների դեպքում գաղտնի ներթափանցելու համար, որովհետև դրանք այնպիսի սկզբունքով են կառուցված, որ հարկ եղած դեպքում կարող են նաև դա անել։ Այս ամենից ինչ է նաև հետևում, որ սրանք այս դիրքերը նաև խաթարում են ամբողջությամբ մեր ժողովրդի անվտանգությունը, մեր բնակչության, հնարավորություն չեն տալիս մարդիկ նորմալ կյանքով ապրեն եւ նրանք Արցախում նույնպես այդպես էին անում, անընդհատ ահաբեկելով մարդկանց, անընդհատ իրենց ցուցադրություններով եւ նախապատրաստվելով գործողությունների։ Այստեղ հատուկ ուզում եմ ընդգծել այն, որ Հայաստանի իշխանությունները թաքցրել են այս փաստը մեր հանրությունից եւ դրանով փորձելով կոծկել իրենց ձախողումները։ Ես հիմա ուզում եմ նաև կոնկրետ անդրադառնալ, հստակ նշել, որ փաստերից ակնհայտ է, որ երբ նրանք իմացել են ադրբեջանական իշխանությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում օգոստոսի 8-ին այդ փաստաթղթերի թրիփի, այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման իրադարձությունների մասին, արագ նախաձեռնել են այս գործողությունները, ակնհայտ իմանալով, որ ստորագրումից հետո չեն կարողանալու այդպիսի քայլերի դիմել, Հայաստանի իշխանությունները բնականաբար իմացել են այդ մասին եւ թաքցրել են մեր հանրությունից, ես վստահ եմ նաև թաքցրել են Ամերիկայի Միացյալ Նահանգների գործընկերներից, այն ինչ տեղի է ունենում։ Հիմա ես հարց եմ տալիս, Ադրբեջանի իշխանությունը, եթե նպատակ ունի խաղաղություն հաստատել, այս կերպ է խաղաղություն հաստատում, արագ գնում նախապատրաստվում է, որպեսզի ռազմավարական առումով կարողանա Հայաստանի անվտանգության համակարգը խաթարել, եւս մեկ անգամ։